Միրզոյան, գիտեք, որ այսօր առավոտից այսպես ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ խուզարկություններ են սկսվել։ Ինչպես եք մեկնաբանում։ Ընդհանուր առմամբ մենք տեսնում ենք, որ իշխանությունները, ինչքան նախընտրական քարոզարշավի վերջին օրերին գտնվում էր վերջին ծրագրությունների մեջ, այսինքն ըստ էության քննչական գործողություններ են անում, փորձում են շոուներ սարքել եւ ըստ էության որոշակի դիվիդենտներ շահել, բայց գյումրեցին ամեն ինչ հասկանում է, գյումրեցին գիտի, որ այս շոուները ընդհանրապես կազմակերպված են ուղղակի իշխանությունների կողմից, այսինքն քաղաքական հետապնդումների շարունակություն է սա ըստ էության, եւ իշխանությունը ուղղակի չի հասկանում, որ նմանատիպ շոուներ ինչքան կազմակերպեն, այդքան իրենց վարկանիշը ավելի է ընկնելու եւ գյումրեցի մարտի 30-ին ճիշտ ընտրություն իրականացնելու է։ Տեղեկացնեմ նաև, որ նախնական տեղեկություններ կան, որ պարոն Գրիգորյանի տանը եւ այս պահին կատարվում է խոզարկություն։ Ինչ են փնտրում, պարոն։ Ես չեմ կարող ասել, որ որևիցե պաշտոնական տեղեկություն չեն հաղորդել, ըստ էության փակ է գրասենյակը, ես ներկայացնում եմ որպես լիազորանց, որպես ավագանու գործող անդամ, նաև որպես թեկնածու եւ որևիցե պաշտոնական մեկնաբանություն այս պահին չկա, որևիցե տեղեկություններ չեմ կարող հաղորդել։ Այսինքն քաղաքական հետապնդում է։ Միանշանակ քաղաքական հետապնդում է, ընդդիմության թեկնածուների շտաբերում համապատասխան գործողությունները վառ քաղաքական հետապնդման արդյունք են։